սպասարկել, ինչ բովանդակություն ունեն, խնդրեմ։ Ընդհանուր առմամբ տարվա ընթացքում 2025 թվականի ընթացքում սպասարկել ենք շուրջ 307,000 կանչ, ինչը մոտ 3%-ով ավելին է եղել ի համեմատ 2024 թվականի։ Հիմնական ձեռքբերումը 2025 թվականին, որին կուզենայի անդրադառնալ, դա թվով 7 նոր մեքենաների ձեռքբերումն է, որը իրականացել է ընկերությունը իր միջոցների հաշվին, լիզինգով, ի տարբերություն նախորդ տարիների միշտ այնպես է եղել, որ տարբեր բարեկամ պետություններ են շտապ բուժօգնությանը, ՀՀ կառավարությանը նվիրաբերել տարբեր մեքենաներ, այս դեպքում ընկերությունը լիզինգով ձեռքաբերել թվով 7 նոր Mercedes Magnus-ի մեքենաներ, այդ գումարի չափով ընկերությունը խնայողություն ունի, որը ավանդադրված է բանկում, իսկ մեր կառավարությունը, ինչպես գիտենք, լիզինգի պայմաններում լավ պայմաններ ունի, 10%-ը սուբսիդավորում է, հիմա մենք ինչ ենք անում, մենք այդ ավանդադրած գումարի տոկոսը վերցնում ենք, մարում ենք մայր գումարը, իսկ պետությունն էլ տոկոսներն է մարում, այդ մեքենաները ի տարբերություն էլի նախորդ տարիների բացի պարտադիր ապահովագրությունից ունեն նաև կասկո ապահովագրություն, ինչը շատ կարևոր ձեռքբերում է, այսինքն վթարների դեպքում անկախ նրանից մեղավորություն, անմեղ, կա բացի պարտադիր ապահովագրություն, նաև կասկո ապահովագրություն, ևս մի ձեռքբերում, որ այդ մեքենաները Mercedes Magnus-ի պաշտոնական ներկայացուցիչի կողմից անվճար 3 տարի կամ մինչև 150,000 կիլոմետր անվճար սպասարկվելու է։ Ոչ միայն ինքը խոսքը երաշխիքի մասին է, այլ վերաբերում է բոլոր դետալներին, արագամաջ դետալները ամբողջությամբ։ Դա շատ լավ ձեռքբերում է, որ հետագայում նույնպես միշտ պետք է կիրառվի շտապ բուժօգնությունը։ Իսկ մեքենաների հագեցվածությունը։ Մեքենաներից մեկը ռեանիմոբիլ է, հագեցած թոքերի արհեստական օդափոխության սարքավորումով, մնացածը գծային մեքենաներ են, ամբողջությամբ կարևոր ձեռքբերում է էլեկտրական անվասայլակը, որը նույնպես չենք ունեցել, ինքը շատ դեպքերում է պետք գալիս, երբ աստիճաններով պացիենտներին իջացնելուց այն պացիենտները, որոնց որ նստած պարկած դիրքով հակացություն կա, պետք է նստած դիրքով իջացնել, այդ պացիենտների համար բավականին փրկություն է տալիս։ Եվ բժիշկների համար, որտեղ ինքը շատ էլեկտրական է ու տարբեր քաշային կարգի մարկանց շատ հեշտությամբ ստացվում է եւ բարձրացնել եւ իջացնել ու արդեն իսկ մի քանի դեպքում կիրառել ենք, նույնիսկ 200 կիլոգրամ քաշ ունեցող մարդու պարագայում ենք կիրառել, ինքը իր արդյունավետությամբ միանշանակ դրականն է ասում։ Այս նոր ձեռքբերումը որքանով աշխատանքի որակի վրա կազդի, թե կանչերին արձագանքելու տեսանկյունից, թե որակյալ սպասարկման տեսանկյունից։ Նայեք, մեր հիմնական ուժը այդ բուժանձնակազմն է, սկսած կրտսեր բուժաշխատողից, վերջացած ավագ բուժաշխատող, վարորդ, բուժքույր բուժակ եւ բժիշկ, ու բնականաբար ինչքան որ հարմարավետ լինի իրանց պայմանները, ինչքան հարմարավետ մեքենայով լինի, ինչքան հարմարավետ բուժ սարքավորումներով սպասարկեն, այդքան դա կանդրադառնա բուժարունների բուժ սպասարկման վրա։ Միանշանակ իրար հետ փոխկապակցված է։ Շատ լավ, դուք նշեցիք 307,000 կանչ, 2025 թվականին, որը 3%-ով ավելին է 2024-ի համեմատ։ Այս ավելացումը ինչով եք պայմանավորում։ Նայեք, հիմնականում պայմանավորված է մայրաքաղաքում բնակչության թվի ավելացմամբ։ Հիմնական ես այդտեղ եմ տեսնում խնդիրը, բայց հետաքրքիր փաստ նշեմ, դեկտեմբերի վերջին օրերից արդեն ու հունվար ամսվա 2026 թվականի առաջին 10 օրը մոտ 35% կանչերի քանակի նվազում ենք տեսնում։ Նույնը նաև եղել է ձյան տեղումներով պայմանավորված, օրինակ մեր սպասելիքները չի արդարացվել, այսպես ասած։ Ինչը լավ է, բնականաբար ինչքան հանգիստ լինի, այդքան շատ ավելի լավ, շատ ավելի արդյունավետ կլինի նաև ինչ որտեղ, բայց ամեն դեպքում 26 թվականը սկսել են կանչերի քանակի մոտ 35% նվազումով։ Դա կախված է նրանից, որ աշխատանքային օրերն ավելի քիչ են, հա, պոլիկլինիկաները են սկսում աշխատել, թե ոնց։ Չէ, նայեք, 2024 թվականի դեկտեմբերի վերջին օրից մինչև 2025 թվականի հունվարի 10-ը մենք օրվա ընթացքում սպասարկում էինք 1200-1150 կանչ։
այս տարի 2025-ի դեկտեմբերի 31 եւ հունվարի առաջին 10 օրը սպասարկում ենք օրվա ընթացքում 800-850 կանչ։ Իսկ մոտ 30-35% նվազել է։ Կարծում եմ ինչ որ տեղ ոչ միայն կարծում, նաև վստահ եմ, դրա մեջ նաև այն փաստը կա, որ համընդհանուր ապահովության շրջանակում հիմա սահմանափակում է դրված, այսինքն պետության կողմից երաշխավորված անվճար հիմունքներով սպասարկվելու է մինչև 8 կանչը, 8-ից ավել կանչ տվող բուժառուների համար կանչը դառնալու է վճարովի։ Իհարկե կան որոշ բացառություններ, չգիտեմ, ցրտահարություն, դանակահարություն, կայծակնարություն, հրազենային եւ այլ որոշակի բացառություններ կա, բայց ամեն դեպքում ինչ որտեղ նաև փոխկապակցվածություն տեսնում եմ այդտեղ։ Իսկ ինչ է արժանալու 9-րդ կանչը անձի համար, գումարը սահմանված որ։ Դա արդեն Փակ բաժնետիրական ընկերության տիրույթում է, մենք օրինակ այդ կանչի գինը սահմանել ենք 10,000 դրամ։ Բոլոր հարմարավետությունը տեխնոլոգիական առումով ապահոված են բժիշկները, որպեսզի հիվանդի հարազատները կամ հիվանդը հենց բնականային պայմաններում կարողանան այդ վճարները կատարել։ Միանշանակ այդպես է, բոլոր մեքենաներում առաջին իսկ անհրաժեշտության բոլոր պարագաները կա, տեղարկերը, ընդհանրապես որևէ խնդիր չունենք։ Առաջին շտաբ բժշկական օգնություն ցույց տալու համար որևիցե պակաս, որևիցե դեղորայքի բացակայություն չունենք։ Միանշանակ պատասխանատու ձևով հայտարարում եմ։ Իսկ անձի, որ 8 կանչ եւ ավելի է կատարում շտաբ օգնություն, դա հիմնական քրոնիկ հիվանդներին է վերաբերում եւ արդյոք այդ խումբը մեծ է, ձեր վիճակագրությունը ինչ է ցույց տալիս։ Նայեք, ես ինքս վիճակագրություն եմ արել բնակչության Երևան քաղաքի մասին է խոսքը, շուրջ 99%-ը 2025 թվականին տվել է մինչև 8 անգամ կանչ։ Այնտեղ խոսքը գնում է մոտ 1%-ի մասին, այդ 1%-ի 0.5%-ը կանչ տվել է մինչև 20 անգամ կանչ, մնացած 0.5%-ը 20 անգամից ավել։ Հիմա իրական իմ սուբյեկտիվ կարծիքը արտահայտեմ, շատ ճիշտ որոշում է դա, որովհետև այն մարդը, այն բուժառուն, ով մեկ տարվա ընթացքում այդքան կանչ է տալիս, կարող է ինչ-որ սուբյեկտիվ տարբեր կարծիքներ լինի, մեկի համար 8-ը ընդունելի թիվ չլինի, 9-ը լինի ընդունելի, դա դնենք մի կողմ, այն մարդը, ով, չգիտեմ, ասենք 20-30 անգամ եւ ավել կանչ է տալիս, այդ մարդը ուրեմն ստացիոնարում բուժ հաստատությունում բուժման կարիք ունի։ Այսինքն պատկերացնում եք այդ անձնակազմը վարորդ, բժիշկ, բուժքույր, մեքենա գնալ ու նման կանչերի պատճառով իրական հրատապ, շտաբ բուժօգնության կարիք ունեցող մարդկանց կանչերը ուշանում են։ Այսինքն ես իմ սուբյեկտիվ կարծիքը ազատեմ, ես միանշանակ կողմ եմ սահմանափակմանը ու դեռևս 2025 թվականի արդեն կեսերից ինքներս պայքարում էինք իրանց հետ, տարբեր հեռախոսազրույցներ էինք ունենում, իմ մոտ ենք հանդիպումներ ունեցել այդ մարդկանց հետ, այդ մարդկանց հարազատների հետ, որ վերջիվերջո պետք է այդ ոճը վերանա։ Չի կարելի այդպես անել, ուղղակի կանչել ճնշում չամփելու համար, ուղղակի կեղծ տվյալներ ներկայացնել, որ ճնշումը, չգիտեմ, 220-ը օրինակ կամ չգիտեմ, ուշագնաց է եղել, հիմնականում այդպես են անում, ու հիմա մենք արդեն մի քանի բուժառուների ուղարկել ենք ծանոթություններ, որ 5 կանչը լրացել է, արդեն տեղեկացել ենք, որ 8 կանչից ավել լինելու ավճարովի կոնկրետ այսօրվա դրությամբ երկու բուժառուի ծանոթություն ենք ուղարկել, որ արդեն 8 կանչը լրացել է, իրանք 2 անգամ արդեն կանչ են տվել, իրենց ծանոթություն ուղարկել ենք, որ 15-օրյա ժամկետում 10,000 դրամ վճարեն, տեսնենք ընթացքը ոնց ցույց կտա։ Շատ լավ, ընդհանուր առմամբ 2025-ի կանչերին անդրադարձանք, բովանդակային մասով, որ տիպի կանչերն են ավելի շատ գերակշռել այս 300-7,000-ի մեջ։ Հիմնականում կանչերը լինում են սիրտանոթային, դրանց մեջ մտնում են նաև սուրկողոնար համախտանիշ, մտնում է ճնշման հետ կապված կանչեր, զարկերակային հիպերտենզիաներ, նույն հարթության մեջ է նաև սուրշնչառական վարակները, մոտավորապես եթե այդպես բաժանելով լինենք, մոտ 30%, 35%, 30% այդ համամասնությամբ գնում է, դժբախտ պատահաններ ենք ունենում, գլխովի արյան սուրխանգարման կանչեր ենք ունենում, բայց հիմնական առաջի տեղում սիրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներն է, հետո նոր գալիս է սուրշնչառական վարակներ եւ այդպես շարունակ։ Այս տարվա սկզբի օրերը վիճակագրությունը ներկայացնելիս նշեցիք, որ որոշակի նվազում է նկատվում։ Ինձ հետաքրքիր է բովանդակային առումով կառուցվածքը նույնն է, լինում թունավորումներ, չգիտեմ, խմիչքի չարաշահում տոներով պայմանավորված կամ այս ցուրտ եղանակին կոտրվածքներ, ինչ եք արձանագրում։ Այդ նույն
կանչերի քանակի նվազման հետ կապված կարամ ասեմ, որ նաև ձյան-տեղումներով պայմանավորված էլի մեր սպասելիքները չարդարացվեցին, այսինքն այդ առատ ձյան-տեղումների հետ կապված մենք սպասումներ ունեինք, որ կոտրվածքով կանչերը դե բնականաբար իրար հետ փոխկապակցված շատ կլինեն, հա, բայց թվերը իրականում քիչ էր, դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 8-ը ներառյալ, կոնկրետ շտաբուժօգնության մասին է իհարկե խոսքը, կանչերի, մենք 22 կանչ ենք ստացել կոտրվածքի, հոսպիտալացմամբ ավարտել, մեկ բուժարու եղել է մինչև 18 տարեկան, մոտ 3 բուժարու եղել է մինչև 60 տարեկան, մնացածը 60 տարեկանից բարձր են եղել, որը ի համեմատ նախորդ տարիների բնական ավելի էական նվազում է եղել։ Իսկ թունավորումների 5 դեպք ենք ունեցել, ալկոհոլային ինտոքսիկացիայով 2 դեպք է եղել, որը հոսպիտալացվել է, մեկը կամ երկուսը մինչև 18 տարեկան։ Այդ քանակը բավականին նվազել է, այսինքն ինքը շատ էական նվազում է գնացել եւ թունավորումների սննդային եւ ալկոհոլային թունավորումների կարծում եմ մարդկանց մոտ իրավագիտակցությունը բարձրացել է, իրանք էլ են հասկանում, արդեն չեն շարաշահում, չգիտեմ, ասենք այդ նույն ուտելիքը մի քանի օր իրար վրա չեն ուտում, ինչ որ տենց միանշանակ է, դրական դինամիկան կա։ Շատ լավ, քանի որ ցուրտ եղանակից խոսեցինք, բժիշկները անձնակազմը ինչ դժվարություններ են ունենում, հա ճանապարհների սառած լինելով, պայմանավորված կամ ոչ բավարար մաքրած լինելով, պայմանավորված բակերում կա որոշ հատվածներ, հա, ասենք պայմանական ասեմ, օրինակ Սարի թաղի հատվածում, որտեղ ունենում ենք, հա, ասենք կամ ասենք օրինակ, չգիտեմ, մասիվներում, հա, որտեղ որ ավելի փողոցները մի փոքր ինչ ավելի նեղ են լինում, օրինակ խոսքը Սարի թաղի մասին է խոսքը, բայց հիմնականում ես ինքս իմ սուբյեկտիվ կարծիքը արտահայտեմ, ծնամաքրման աշխատանքները լավ եմ տեսնում, հա, զուտ փողոցների մասով նկատի ունեմ, էլի մեր մեքենաների տեղաշարժի հետ կապված, իսկ որպես այդպեսին չեմ ստացել դժգոհություններ, որ դժվարանում են, որտեղ էլ որ այդպիսի դժվարություն են հանդիպում, անձնակազմը ոտքով է առաջ շարժում, նորմալ երևույթ է միշտ եղել է այդպես խնդիրներ։ Իսկ քաղաքում արկա խցանումների համատեքստում ինչ դժվարություններ եք ունենում, վարորդների վարքագիծը ինչպիսին է։ Մենք անդադար հորդորում ենք մեր համակարգացիներին, խնդրում ենք, որ շտապօգնության լուսաձայնային ազդանշանները միացրած անձնակազմերին հնարավորինս զիջեն, նաև այդ աշխատանքը տարվում է մեր վարորդների հետ, որ անհարկի որևիցե դեպքում բացառենք լուսաձայնային ազդանշանները միացրած, որևիցե իրավախախտում, վազանց կատարել կամ ասենք չթույլատրված կարմիր լույսով անցում, հա, այսինքն կարամ ասեմ, որ հիմնականում խիստ անհրաժեշտության դեպքերում են օգտագործում ու ես ամեն օր իրենց հորդորում եմ, որ նույնիսկ սովորական կանչերի դեպքում կամ նույնիսկ այն դեպքերում, երբ բուժարուն մեքենայում է եւ իր կյանքին վտանգ չի սպառնում, որևիցե պարագայում իրավախախտում կամ դիմացիների իրենց կյանքը վտանգի տակ չդնեն եւ դա անեն խիստ անհրաժեշտության դեպքում, երբ հստակ բուժարուի կյանքին վտանգ է սպառնում, նույնիսկ այն պարագայում, երբ ինքը մեքենայում է։ Իսկ ամեն դեպքում ժամանակին հասնելու տեսանկյունից այս խցանումները խնդիր են դժվար։ Որոշակի ժամեր կան, հա, դե բոլորս գիտենք, ասենք 18:00-ից օրինակ 19:00, հա, կամ 17:30-ից 19:30 այդ հատվածները բնականաբար կանչի վայր հասնելու որոշակի խոչընդոտ այդ խցանումները առաջ հանդիսանում են խոչընդոտ ուշացման պատճառ։ Առօրյա դա բոլորս ենք տեսնում, դե ամեն դեպքում հնարավորինս անում ենք, որ չուշանանք։ Մենք արձագանքում ենք հնարավորինս շուտ, այսինքն կանչը եկավ, անձնակազմը գտնվում է իր աշխատավայրում, 1-2 րոպեում պետք է արդեն աշխատավայրից դուրս եկած լինի, այսինքն տեղ այն ինչ որ մեզնից է կախված մենք անում ենք։ Շատ լավ։ Իսկ առաջիկայում աշխատակազմի աշխատավարձի վերանայման առումով ինչ որ նորություն սպասվում է թե ոչ։ Օրինակ վարչապետի մոտ միջգերատեսչական խորհրդակցության ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Երևան քաղաքի շտաբ բուժօգնության ֆինանսավորումը ավելացնել, հետևաբար նախատեսում ենք 26 թվականի առաջի կիսամյակում այն պահից սկսած, երբ կավելացվի մեր ֆինանսավորումը, այսպես կոչված կանչի գինը, մեկ կանչի համար նախատեսվող արժեքը հենց բարձրացվի, բնականաբար միանշանակ մեր բուժանձնակազմի աշխատավարձները բարձրացվելու է, իրականում այս ինչ հաջողություններ ես նշեցի, հա, ասենք մեքենաների ձեռք բերում, ինչը նաև նախատեսում ենք 2026 թվականին նոր մեքենաներ ձեռք բերենք, այդ բուժանձնակազմի շնորհիվ է, այդ իրանց 24 ժամյա աշխատանքի շնորհիվ է, հա, անկախ նրանից ունենում ենք թերացումներ, չենք ունենում, հա, թերացումներ միշտ էլ եղել է, միշտ լինելու է, այդ թերացումների շնորհիվ է, որ մենք ավելի լավն ենք դառնալու,
այդ ամեն բողոքին մենք հետևողական գնում ենք, իրանք արժանի են այդ աշխատավարձերի բարձրացման, ժամանակը հասունացել է միանշանակ ու ամեն ինչ կանենք, որ տեղի ունենա դա։ Այսինքն այս առողջապահության ապահովագրության համակարգը ինչ որ ձևով նաև ֆինանսական առումով բարելավում է ենթադրում ձեր Ենթադրում է, այո, ենթադրում է ու հենց կանչի գինը ավելացավ, հա, պետության կողմից ֆինանսավորվող, միանգամից դա անդրադառնալով, դե ինչպես նշեցի, արդեն հանդիպում եղել է, քաղաքապետը ներկա եղել այդ հանդիպանը, առողջապահության նախարարը ներկա եղել ու պայմանավորություն է ձեռք բերվել։ Մոտ ժամանակներս կլինի, հստակ օրեր չասեմ կամ ամիս չասեմ, էլի, հա, ինչպես նշեցի, նախատեսում է 26-ի առաջի կիսամյակում։ Իսկ նոր մեքենաների ձեռքբերման մասին խոսեցիք, ընդհանուր առմամբ տարվա կտրվածքով ինչ այլ աշխատանքներ եք նախատեսում բարելավման, լավարկման։ Դե արտահայտությունը փոխեցին 24 թվականին, արդեն հնամաշակ 26 թվականին եւս մի անգամ պետքա նորը գնենք, կփոխենք։ 26 թվականին նախատեսում ենք մինչև 10 նոր մեքենայի ձեռքբերում։ 26 թվականին նախատեսում ենք վերագործարկել ռադիոկապը։ Այդ 3 հիմնական ձեռքբերումներն ա, որ նախատեսել ենք ու աշխատավարձների բարձրացումը։ Այդ մեքենաների ձեռքբերումն էլ կապված է այն հանգամանքի հետ, որ մենք այնպես է եղել, որ միշտ ինչ որ մեքենաները 4-5 տարի շահագործվել են կամ նույնիսկ ավել ու ինչ որ մի էտապ է եկել, երբ տենց ոնց որ անհամբեր սպասել են, որ պետությունը բարի կամ կդրսևորի մեքենաներ կնվիրի։ Հիմա մենք ինքներս ես ինքս այն կարծիքին եմ, որ պետքա մենք ինքնաբավ լինենք ու մենք ինքներս ձեռք բերենք, եթե այդպես էլ կլինի, որ բարեկամ պետությունները մեքենաներ կնվիրաբերեն, դեմ չեմ լինի, միանշանակ կողմ կնեմ, թող մարզերին տան, մարզերում էլ նոր մեքենաներ լինի, այլ ոչ թե հին աշխատելավոճը, երբ Երևանում օգտագործել են մեքենաներ, ու հետո այդ օգտագործածը տվել են մարզերին, նորը հարևան ուրիշ բարեկամ պետություններից շահագործել Երևանում։ Մենք ինքներս յուրաքանչյուր տարի պետքա թարմացնենք ավտոպարկը։ Եղավ շատ շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար, հավրելու բանն եք։ Չէ, չունեմ։ Շնորհակալ եմ, ձեր գործերին հաջողություն։ Բոլորիս շնորհակալ։